Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1180-րդ օրն է։ Ուրախ եմ ասել, որ այսօր լրացավ ուղիղ 2 տարի, ինչ ես ամենօրյա եթերներ եմ պատրաստում ձեզ համար, մեր լսարանի համար, մեր բարեկամների համար, երևի ավելի ճիշտ կլինի ասել արդեն հարազատ դարձած մարդկանց համար, որովհետև մեր YouTube-յան եթերների 2 տարվա ընթացքում դարձել ենք մեկ մեծ ընտանիք։ Այո, ուղիղ 2 տարի առաջ Կիևի հերթական ռմբակոծությունից հետո ես որոշեցի օգտագործել մեդիա գործունեության նաև այս ձևաչափը եւ շնորհիվ ձեզ մենք արդեն ունենք ավելի քան 62000 բաժանորդ։ Հետաքրքիր զուգադիպություն էր, որովհետև հենց մայիսի 18-ը իմ ծննդյան օրն է եւ 2 տարի առաջ իմ ծննդյան օրը որոշեցի նոր եթերներ պատրաստել։ Ինչպես գիտեք, ես վաղուց եմ մեդիա ոլորտում, այս ալիքը վաղուց գոյություն ունի, ուղղակի ուղիղ 2 տարի առաջ սկսեցի ամենօրյա հաղորդումներ պատրաստել ձեզ համար, իսկ նրանց համար, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ մեր անալիտիկա լրատվամիջոցը իր գործունեության տարիների ընթացքում դարձել է հայկական սփյուռքի լավագույն առցանց լրատվամիջոցը աշխարհում եւ ես անձամբ արժանացել եմ բազմաթիվ մեդալների, այդ թվում ոսկե մեդալների, պարգևների, պատվոգրերի, թե Հայաստանից, թե Ուկրաինայից, բայց անկեղծորեն ասեմ, որ ամենամեծ պարգևը ձեր սրտանց մեկնաբանություններն են, ամեն օր դուք պարզապես ոգեշնչում եք ինձ, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ճիշտն ասած, մինչև այս եթերը ես աշխատում էի տեքստերի հետ, իմը հիմնականում գրելն էր եւ լրագրության եւ քաղտեխնոլոգիայի ոլորտներում, բայց ռուսական հերթական ռմբակոծությունը ինձ ստիպեց նաեւ այս ոլորտը յուրացնել, զգացի, որ մի օր կարող է իմ համար առավոտը չբացվել ռուսական ռմբակոծության հետևանքով եւ քանի ողջ եմ, որոշեցի ձեզ համար պատրաստել եթերներ պատմել Ուկրաինայի եւ Ուկրաինայի հայերի մասին, ինչևէ կարծում եմ բավական է իմ մասին ներկայացնեմ, անցնենք մեր կիրակնօրյա եթերի այլ թեմաների։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը FPV տեսակի դրոնով ոչնչացրել են Ռուսաստանի զինված ուժերին պատկանող K-52 տեսակի ուղղաթիռ Կուրսկի մարզում։ Առաջնագծում Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ընդլայնել FPV դրոնների կիրառման շրջանակը։ Վերջին օրերին արձանագրվել է եւս մեկ դեպք, երբ թշնամու մարտական ուղղաթիռ է խոցվել ուկրաինական դրոնի օգնությամբ։ Ուղղաթիռի ոչնչացումը իրականացրել են Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերի բալիստա ստորաբաժանման օպերատորները։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուկրաինական դրոնը մոտենում ռուսական K-52-ին, այնուհետև կապը ընդհատվում է, դրոնը պայթեցվել է հեռակակարգով, ինչի արդյունքում ուղղաթիռը ենթարկվել է հարվածի եւ ամբողջությամբ ոչնչացվել է։ Կադրերը մեր Telegram-ում են, ինչպես գիտեք, ռուսական Telegram-յան ալիքներում հայտնվել էր մահազդ այն մասին, որ Չուվաշիայից K-52 ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Եգորովը սպանվել է այդ ռազմաճակատում։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը ձեզ իմ շնորհակալությունը հայտնեմ ձեր լայքերի, մեկնաբանությունների, եթերները տարածելու համար։ Ձեր օգնությունը ռուսական քարոզչության դեմ մեր պայքարում իրոք շատ մեծ է, շատ շնորհակալ եմ։ Խնդրում եմ այսօր նույնպես չմոռանալ ակտիվորեն լայքել եւ տարածել մեր եթերները, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ ստուգեք, լավ կլինի որ բաժանորդագրվեք, սա YouTube-ի ալգորիթմներին շատ է օգնում։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չեն կարող ներկայացնել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում, ասեմ, որ մեր բոլոր սոցիալական ցանցերի հղումները նշված են մեր բոլոր եթերների նկարագրության մեջ։ Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 167 մարտական բախում։ Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի ավիացիան, հրթիռային ուժերը եւ պաշտպանության ուժերի հրետանին հարվածներ են հասցրել 8 տեղամասի, որտեղ կենտրոնացած էին թշնամու անձնակազմը, զենքն ու ռազմական տեխնիկան։ Վերջին 24 ժամվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ տեղի է ունեցել 14 ռազմական բախում։ Մեր Telegram-յան ալիքում մենք ունենք ռազմաճակատում ուկրաինացի զինծառայողների աշխատանքի հրաշալի կադրեր, կան նաև կադրեր Բրյանսկի մարզից, որտեղ խոցում է իրականացվել այսօր առավոտյան։ Մանրամասները երևի թե վաղը կասենք, բայց ըստ տեսանյութի խոցվել է հերթական ռուսական խոշոր պահեստ։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի սկզբից ի վեր թշնամու ընդհանուր մարտական կորուստները գնահատվում են մոտավորապես 973,730 զավթիչ։ Ուկրաինական զորքերը մեկ օրում ոչնչացրել են 1130 ռուս զավթիչ եւ 242 միավոր հակառակորդի զինտեխնիկա։ Մայիսի 18-ի լույս գիշերը ռուս օկուպանտները զանգվածային հարձակում են իրականացրել Կիևի մարզի վրա։
կիրառելով ավելի քան 150 դրոն։ Սա տարածաշրջանի ամենազանգվածային գրոհներից մեկն էր։ Թշնամու հարձակման հետևանքով ցաներ դեպք է գրանցվել Օբուխովի շրջանում, զոհվել է 27-ամյա կին, նրա 4-ամյա որդին դեմքի բեկորային վնասվածքներով տեղափոխվել է Կիևի Օխմատդետ մանկական հիվանդանոց, ընտանիքի այլ անդամներն էլ են հիվանդանոցում։ Կիևի մարզային ռազմական վարչակազմի տվյալներով Օբուխովի շրջանում ամբողջությամբ անվերվել է 1 բնակելի մասնավոր տուն, սեփական տուն։ 7 բարձրահարկ շենքերում կոտրվել են պատուհանները, վնասվել են նաև կոմունալ ծառայությունների շենքեր, ուսումնական հաստատություններ, Ուկրպոստայի գրասենյակ, անվադողերի վերանորոգման կետ, 3 առանձնատուն եւ մի շարք ավտոմեքենաներ։ Ֆաստովի շրջանում հրթիռակոծման հետևանքով ոչնչացվել են պահեստային տարածքներ, 1 տնտեսական շինություն, ինչպես նաև վնասվել են 2 առանձնատուն։ Պահեստային տարածքները եղել են զուտ տնտեսական նշանակության, որևիցե պայթյուններ այնտեղ չի արձանագրվել, պարզապես դրոնի բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մայիսի 18-ի գիշերը Ռուսաստանը ռեկորդային հարձակում իրականացրեց Ուկրաինայի վրա, օգտագործելով 273 շահեդ գրոհային դրոններ։ Այսօր առավոտվա դրությամբ Ուկրաինայի հոպը խոցել եւ չեզոքացրել էր թշնամու 216 դրոններ։ Մեր եթերը պատրաստելու պահին հոպ ուժերը դեռ շարունակում էին մարտական գործողությունները։ Հակառակորդի հարձակման արդյունքում տարբեր աստիճանի տուժել են Կիևի, Դնեպրոպետրովսկի եւ Դոնեցկի մարզերում, բացի այդ չեն դադարում օկուպանտների կողմից սահմանային եւ առաջնագծի մոտ ուկրաինական բնակավայրերի հրետակոծությունները։ Լրատվական բլոկը սկսենք մի քանի դրական նորություններից։ Բելգիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ, այն կներառի տարբեր ռազմական տեխնիկա, այդ թվում Լեոպարդ, 5 անօդաչու ծովային դրոններ եւ 20 արդիականացված Ցերբեր տիպի զենիթային համակարգեր։ Նաեւ կմատակարարվի ավելի քան 16000 միավոր զենք եւ թնդանոթ։ Իր հերթին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ռազմական օգնության 26-րդ փաթեթի պատրաստման մասին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է հրադադարի պահանջների փաստաթուղթ Ուկրաինայի հետ կապված։ Նմանատիպ փաստաթուղթ նրա խոսքերով մշակում է նաև Կիևը։ Ամերիկացի դիվանագետը նշել է, որ եթե երկու կողմերի առաջարկները լինեն լուրջ եւ իրատեսական, ապա դա իրական առաջընթաց կլինի եւ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել այդ հիմքի վրա, բայց այս պահին պետք է սպասել եւ հետեւել զարգացումներին, ասել է Ռուբիոն։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանի ներկայացնվելիք փաստաթուղթը հնարավորինս մոտ կլինի Ուկրաինայի պահանջներին, հակառակ դեպքում Ամերիկան նախատեսում է սահմանել նոր պատժամիջոցներ։ Միայն խոսում են, չէ՞։ Վաշինգտոնը Մոսկվային ժամանակ է տվել խաղաղ բանակցություններում առաջընթացի համար, սակայն Ռուբիոյի խոսքով համբերությունը սպառվում է եւ պատժամիջոցների որոշումը գրեթե պատրաստ է։ Նա հավելել է, որ դեռևս նախկինում Թրամփի վարչակազմը կոնգրեսին խնդրել էր սպասել, տեսնելու թե արդյոք խաղաղ գործընթացում առաջընթաց կլինի։ Պետքարտուղարի խոսքով արդեն 6-7 շաբաթ է, ինչ Սպիտակ տունը հստակ ցույց է տալիս Ռուսաստանի, որ պատժամիջոցների նախաձեռնությունը շարունակվում է։ Մեջբերեմ մենք փոխանցել ենք ռուսական կողմին, որ այդ գործընթացը արդեն սկսվել է, եւ նաեւ պարզ ենք հասկացրել, որ դա նախաձեռնություն է, որը մենք չենք կարող կասեցնել կամ վերահսկել, ասել է Ռուբիոն։ Ի վերջո նա ընդգծել է, որ հատկապես կոնգրեսի հանրապետականները ներկայացուցիչների պալատում եւ սենատում փորձել են նախագահ Թրամփին տալ ժամանակ եւ հնարավորություն որոշակի համաձայնությունների հասնելու համար։ Միևնույն ժամանակ Կրեմլի ռեժիմը շարունակում է մերժել Ամերիկայի բոլոր խաղաղարար նախաձեռնությունները, որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի դադարեցմանը։ Financial Times-ը հաղորդում է անելով իրազեկ աղբյուրներին, հաղորդում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է քննարկել Վաշինգտոնի կողմից առաջարկված 22 կետից բաղկացած խաղաղության պլանը, կարտեղեկատվություն, որը Վիտկոֆը պետք է տաներ, բայց նա չեղարկել է իր այցը Մոսկվա։ Նույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փոխանցել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովին նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ ուղերձը Ամերիկայի հաստատակամ դիրքորոշման մասին, ուղղված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի երկարատև դադարեցմանը։
Չնայած նույնիսկ ամենամոլեռանդ պատերազմի կողմնակիցները Ռուսաստանում խոստովանում են, որ Պուտինը ոչինչի չի հասել Ուկրաինայում, պաշտոնական Մոսկվան շարունակում է համառել։ Վերջերս հերթական ռուս Z թղթակից էր իր կարծիքը հայտնել պատերազմի արդյունքների մասին, խոսքը Տիմոֆեյ Երմակովի մասին էր, ով հրապարակավ խոստովանեց, որ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության նպատակները լիովին ձախողվել են։ Խոստացված ապառազմականացման փոխարեն Ուկրաինան վերածվել է գերռազմականացված պետության։ Այս նոտայով ավարտեմ մեր կիրակնօրյա եթերը, մեր լսարանի լավ երեկո եմ մաղթում, կհանդիպենք։